Մենք շատ լավ գիտենք, թե պատերազմը ոնց սկսվեց, ում թելադրանքով, ում օժանդակությամբ, դա ռուսական կայսրությունն էր։ Մենք չմոռանանք, որ հենց այդ պատերազմի, այսօրվա պատերազմի հիմքերը դրվել էր դեռ 100 տարի առաջ, երբ որ Արցախը փոխանցվեց բռնի ուժով փոխանցվեց Ադրբեջանին, որպեսզի ռուսական կայսրությունը մշտապես մահակ ունենա թե Ադրբեջանի, թե Հայաստանի վրա։ Եվ այս ամբողջը իմանալով եւ այդ պատմությունից դասեր չքաղելով հանդերձ, զարմանալի է, որ հայտնվում են մարդիկ, ովքեր այսօր ուզում են այդ ամբողջը շուռ տալ եւ ասել թե Ամերիկա-իսրայելական նախագիծ է, էլի, ծիծաղելի։ Ինչ վերաբերվում է Թրամփի բառերին, թե այս տղայի համար եմ արել, այս ամեն ինչը խաղաղությունը ուղղելով այդ խոսքերը Ալիևին, ես կուզեմ հիշեցնել մեկ շատ հետաքրքիր բան։ Կարծեմ հենց ձեր տաղավարում ենք, երբ որ Տրամփը գովասանքի բառեր էր հնչեցնում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հասցեին, ես ասեցի ժողովուրդ ջան, եթե մոտավորապես կասեմ բառերը հստակ չեմ հիշում, բայց իմաստը հետևյալում էր, որ Տրամփը 100 օր ունի, ասենք այդ ամերիկյան իրանց սահմանադրությամբ 100 օր հետո հաշվետվության խնդիր կա։ Մինչև այդ 100 օրվա ընթացքում ինչ ասես կասի։ Բայց դրանից հետո եթե չվերադարձավ ամերիկյան, ասենք գնացքի ուղղության համահունչ քայլերին, իրան ուղղակի շամպայնի խցանի նման կթռցնեն։ Եվ կատարվեց այն, ինչ որ ես ասում էի։ Տրամփը վերադարձավ ամերիկյան ուղու վրա, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը դառավ շատ դմբոտ տղա, չէ, իր ասելով, շատ հիմար տղա է ասում, Վլադիմիր Վլադիմիրովիչ չի հասկանում։ Արդեն եւ Ուկրաինային օգնությունները շատացան, գրեթե տասնյակ անգամ ավելի շատ, հիմա էլ ավելի շատ են գնալու։ Եվ այդ հնչյունները, որ ասում էին, դե լավ, ոչինչ, Ուկրաինա զիջի այսքան տարածքը դառավ այս վերջի հաղորդումների ժամանակ Տրամփի, որ Ուկրաինան վերադարձնելու է իր բոլոր տարածքները եւ ավելինը դա ինչա, ըստ իս, կարծեմ ավելինը նա է Ռուսաստանի տարածքում բնակվող ուկրաինական բնակավայրերի միացում Ուկրաինային։ Դա եւ Կուբանն է, Կուբանի տարածաշրջանը, Կրասնոդարի եւ Բելգարոդը, որ նայումս այնտեղ ստանիցաներ կան, որ սա ուկրաիներեն են մինչեւ օրս խոսում։ Հասկանում եք, եւ այդ կոնտեքստում Տրամփի բառերը հնչեցրած Ալիևի ուղղությամբ պետք չի այդպես ուղղակիորեն ընդունել։ Ես ավելին, ես մի քիչ տխրած եմ, եթե ինչպես Վլադիմիր Վլադիմիրիչն էր գովում ու մատնը սենց բարձրացներ ասեր Ալիև այսպես տղայի ես ավելի գող կլինեի։ Այսինքն դրա համարյա ասեց։ Դա համարյան այն չի։ Այսինքն գրեթե դե համարյան նույն ճակատագիրներ ստանալու է Ալիևը, ինչ որ Պուտինը կստանա։ Այսինքն քաղաքականության մեջ մանավանդ այս վերջի տարիներին, երբ որ տասնյակ տարիներ առաջ գուցե եւ քաղաքական լիդերների մեջ ասպետությունը մոդայիկ էր, ապա այսօրվա քաղաքական գործիչների եւ լիդերների զինանոցում կա էլ ավելի նոր զենք, այսինքն ասել մի բան, անել ուրիշ բան, փափուկ բարձ դնել, իրան գժի տեղ դնել, այդ շատ լավ ստացվում է մեր Նիկոլ Փաշինյանի մոտ։ Գժականը խո ինչա խոսում, մի կապ, հետո ուրիշ բան, իրա դեմն ասում են դու 50-ից ավել մսկիթներ ես ավիրել Արցախում, ցեն չի հանում։ Իրա ներկայությամբ Հայաստանին դարձնում են հակամարտող կողմ, պատերազմող կողմ, մինչև այս վերջի մակում հնչեցրած ելույթները Հայաստանը այդպես էլ հակամարտող կողմ չէր, պատերազմի մասնակից չէր։ Իրան ներկայությամբ այդ բառերը արտաբերեց Նիկոլ Փաշինյանը, ասեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմը, ինքը օրինականացրեց։ Հայաստանին նա գցեց պատերազմի մեջ։ Տեսեք, իրա գժական բաներ է։ Կարծես թե Յանը ճիշտ բաներ է խոսում, բայց դրանով իսկ միասին աջակցում է ռուսական կայսրության ծրագրերին, որտեղ ռուսական կայսրությանն է պետք թեժ գիծ այստեղ։
թեժ հակամարտություն Կովկասում, Ուկրաինայում, Հյուսիսային Կորեայում, որտեղ աշխարհում պատերազմները պետք են ռուսական կայսրությանը, որովհետև այդ պատերազմներով է, որ ինքը օրի երկարաձգում է իր կայսրության գոյությունը։ Հիմա տեսեք, ինչ հետաքրքիր բաներ սպասում մեզ ապագայում։ Այս ամբողջ պատերազմը իրականում ոչ ռուսական է, ոչ հայ-ադրբեջանական, ճիշտ է, ականները դրված են Ռուսաստանի ձեռով, Թուրքիայի ձեռով ժամանակին, նրանք էլ ժամանակին ծառայել են իրանց նպատակներին կամ մեկ այլ կայսրության նպատակ։ Հիմա այս process-ները ղեկավարվում են Չինաստանից եւ դրան հակադրվում է Վաշինգտոնից։ Հիմա բուրըն փուլը մտե Ամերիկա-չինական պատերազմը։ Ռուսաստանը ինքն իրենով ոչ միայն տնտեսական, ուղղակի հրանգներով Ռուսաստանը շատ կուզեր, Պուտինը հիմա շատ կուզեր աշխարհի դեմ չխայտարակվեր այլևս։ Ուղղակի այս վիճակը ոնց կա, ոնց ասենք Թրամփը առաջարկել էր, այսինքն կա ինքը կուզեր, բայց Սին Ցինպինը իր տերը թույլ չի տալի։ Չի, ասում է չէ պիտի շարունակես։ Ստե գնում է քաղաքակրթական մեծ հզոր պատերազմ, ասենք այդ բլոկի Չինաստան, գիտեք, մենք անմիջապես ուղղակի հենց Չինաստան ենք պատկերացնում, բայց այդ բլոկի կենտրոնական դերը հիմա Չինաստանն է։ Բլոկը ես ձեզ ասեմ ինչ բլոկ է։ Հիմա տեսեք, առաջ կար սոցիալիստական բլոկ, հիմա կա եվրոպական, ասենք ինչ-որ արժեքների շուրջ համախմբված, բայց հիմա մի հատ բլոկ է ձևավորվել չգրված օրենքներով, այսինքն չեն հստակեցնում, բայց մենք պարզ տեսնում ենք, մենք հո տեսնում ենք, եւ ցավալի է, որ Հայաստանի այլ քաղաքական ուժեր դա չեն տերնում, ու բռնատիրական, ավտորիտար ռեժիմների բլոկ, ինչ ընդհանուր բան ունի, օրինակ, ինչ ընդհանուր բան ունի Թուրքիան եւ Հյուսիսային Կորեան, ոչ գաղափարախոսչական, ոչ ազգային, ոչ մի բան, բայց իրանք մի բլոկի մեջ են։ Ինչ ընդհանուր բան ունի Ռուսաստանը, թեկուզ հենց նույն Չինաստանը։ Ռուսաստանը կարծես թե ֆեդերատիվ պետություն է եւ Եվրոպայի հետ գնալով արդեն սերտաճում էր, ՆԱՏՕ-ի անդամ էր ուզում դառնալ եւ կոմունիստական, բռնատիրական, ասենք ասենք Չինաստանը։ Ինչ ընդհանուր բաներ ունեն Պակիստանը, արմատական իսլամի մի պետություն եւ Բելարուսը, բայց իրանք բոլորը մի բլոկի մեջ են։ Հարց, ի՞նչն է համախմբում։ Այն, որ միտեղ մեկը 30 տարի է ղեկավար, մյուս տեղը 20 տարի, մեկը մյուս տեղը 50 տարի, այսինքն ավտորիտարիզմ եւ բռնատիրական այդ ակումբն է։ Եվ մեր հիմարին, այսինքն վզից բռնած տարան Շանխայյան այդ բան, ասում դունել ես, արա հե պուճուրիկ բռնատիրիկ, արի դունել ես մեր հետ։ Գցում են այդ ակումբի մեջ։ Բայց բարեբախտաբար որ միայն Նիկոլ Փաշինյանով չի, այլ քաղաքակիրթ այդ աշխարհը հասկանում է, որ հայ ազգը այլ է, Նիկոլ Փաշինյանը այլ։ Ու այնպես, ինչպես որ հասկանում են, Լուկաշենկոն մի բան է, Բելարուս պետությունը եւ ազգը այլ բան։ Այսինքն չեն ուզում վնասեն ազգին, պետությանը, եւ դրա համար չերևացող թաթիկով, մշտապես են պահապան հրեշտակի նման մեր Հայաստանին պահպանում են։ Բազմից ենք հնչեցրել, որ տասնյակ անգամ կային այդ նախադրյալները, որ պիտի Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։ Հիշում եք 20 թվականից հետո այս 5 տարի է, չէ, այս աշուն հարձակվելու են։ Չէ, չստացա, Գարնանը հարձակվելու են։ Միշտ ասել ենք չի հարձակվելու։ Չնայած որ Ռուսաստանը պնդում է հարձակվեք։ Ինչու չի հարձակվելու, որովհետև Ադրբեջանը այդ վախերն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ, այդ վախերն ունի։ Չի կարա, իրան զանգում ասում են վերենգի տեղը։ Եվ այդպես վերենգած տեղը, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է այնքան արխային լինենք, այնքան հանգիստ լինենք եւ պատերազմի չպատրաստվենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, լավ, արդեն ուշացել ենք, լավ, արդեն չենք կարող Իսրայելի կամ Շվեյցարիայի նման, կամ մեկ այլ հզոր պետության, ասենք եվրոպական պետության նման բանակ ստեղծենք կարճ ժամկետում, բայց գոնե կարող ենք քաղաքապաշտպանության հարցերով զբաղվենք։ Դուք հենց նայեք ինչքան էլիտար շենքեր են կառուցում Երևանում։ Այդքան բետոնը, որ բետոնը, ցեմենտը, արմատուրեն, ամրանները, որ օգտագործեին ապաստաններ կառուցելուն վատ կլիներ։
Չէ, մենք ասում ենք, լավ է, Ծառուկյանը կամ Սամվել Ալեքսանյանը, այն մյուս օլիգարխներն ու կամ մյուս մեծահարուստները կամ այսօրվա պաշտոնյաները, իրանք ունեն իրանց ապաստարները։ 3-4 հարկ իրանց շենքերի, այդ 4 հարգանի շենքերի տակ մի 4 հարգել ներքևն է, իրանք փրկվեն։ Ջանդամ են 3 միլիոն հայ ժողովուրդը։ Ջանդամ, կես միլիոն կմնա հերիքա իրանց որպես սպասարկող ուժ։ Սա է ամբողջը։